Ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Fastex Premier League-ի Ալաշկերտ Փյունիկ հանդիպման հետ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Օսյան, կարծիք խաղի մասին։ Կարծում եմ շատ նման խաղ ունեցանք նախորդ խաղի համեմատ, թե խաղի սցենարով, թե խաղի բնույթով, բնավորության, կազմակերպված խաղի, մեր փորձի հաշվին, այսօր շատ կարևոր հաղթանակ տարանք, այսքանը կասեմ խաղի մասին։ Շնորհակալություն, Վահագ։ Վահագն Ամիրջանյան, նախ ցանկանայի խոսեիք խաղային տակտիկայի մասին եւ նշեիք արդյոք կան տարբերություններ անցած խաղի հետ կապված այս խաղի համեմատ։ Թե մենք, թե հակառակորդը որոշակի դետալներ փոխել էինք, ինչ վերաբերում էր հարձակմանը, բայց դրանք կարծում եմ այդքան էական դեր չխաղացին։ Շնորհակալություն։ Մոմոին այդքան շուտ փոխարինելու եւ 5-4-1-ին անցնելու տարբերակը պայմանավորված է Պարոն Հովհաննիսյանի վնասվածքով, թե հենց այդպես կնորոգվում։ Ամեն դեպքում այդ սցենարով որ խաղը գնում էր, փոխելու էինք, բայց ոչ այդքան վաղ, բայց քանի որ Կարլենը վնասված ստացավ, դրա համար մի քիչ շտապեցինք այդ փոփոխությունը կատարելու։ Իսկ Կարլենի հետ կապված այս բանը ավելի դրական թե բացառական։ Չեմ կարծում, թե լուրջ է վնասվածքը, հուսով ենք շուտ կվերադառնա։ Պաշտպանության ամրությունը, մրցակիցների սխալների սպասելը, հակագրոհելը, այս բանի կարծես թե Փյունիկի ամենաուժեղ կողմն է, բայց դուք որպես մարզիչ միշտ ավելի հանդես եք եղել հարձակողական ֆուտբոլով, ես կողմից ձեզ այդպես եմ հիշում։ Արդյոք մենք ապագայում կտեսնենք Փյունիկին ավելի հարձակողական խաղալիս, թե այս խաղաոճը ավելի նշանակետային տարբերակ է դնում։ Չէ, իհարկե միանշանակ ոչ, մենք իրավիճակին ենք հարմարվում, հաշվի առնելով հակառակորդին, խաղադաշտի որակը, այդ ամեն ինչը հաշվի առնելով ադապտանում ենք իրավիճակին, բայց մենք փորձելու ենք դոմինանտ լինել հետագայում։ Շնորհակալություն։ Ժամանակին Սանտոսը Փյունիկի համար շատ կարևորագույն ֆուտբոլիստ էր, հիմա էլ վերադարձից հետո անընդհատ փոխարինման է մտնում եւ վատ տպավորություն չի թողնում։ Հնարավոր է որ դրա շուտով տեսնենք արդեն մեկնարկային կազմում։ Իհարկե հնարավոր է, այո։ Այո, շնորհակալություն, պարոն Օսյան։